Թրամփը ոչ միայն ուզում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Իրաքում, այլև վերականգնել դրանք Աֆղանստանում։ Նա պնդում է, որ իր առաջին վարչակազմում պլանավորել էր պահել Բաղրամի ամերիկյան բազան, ոչ թե Աֆղանստանի, այլ Չինաստանի համար, քանի որ այն գտնվում է Չինաստանի միջուկային օբյեկտներից 1 ժամ հեռավորության վրա։ Սեպտեմբերի 20-ին Թրամփը բառացիորեն ասել էր, վատ բաներ տեղի կունենան, եթե թալիբները չհանձնեն բազան։ Իրաքում իրենք նորից այսօր որոշում են կայացրել, որ իրենք համալրելու են այնտեղի զորքը եւ այդ զորքը ոչ թե լինելու է նախքին ռազմաբազայում, որը գտնվում էր Իրաքի սրտում, այլ դա տեղափոխելու են Էրբիլ, քրդական ինքնավար մարզում Իրաքի եւ այնտեղ են տեղակայելու եւ դա հանդիսանալու է հիմնական իրենց ռազմաբազան։ Մյուս ռազմաբազան, որը Միացյալ Նահանգները շատ մեծ ցանկություն ունի դա գրավել, դա Բեգրամ ռազմաբազան գտնվում է Աֆղանստանում։ Օվալաձև գրասենյակում կայացած միջոցառման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը խաղաղության նախագահ է, ապա այս պնդումը համադրել Աֆղանստանում Բաղրամի ռազմաբազան վերադարձնելու մասին հայտարարության հետ։ Մենք ամբողջ աշխարհում հարգված ենք որպես ռազմական ուժ։ Գիտեք, ես վերակառուցեցի զինված ուժերը իմ առաջին պաշտոնավարման ընթացքում։ Եվ չնայած մենք զինտեխնիկայի մի մասը տվեցինք Աֆղանստանին, բայց ի դեպ մենք խոսում ենք Աֆղանստանի հետ Բաղրամի մասին, բայց դա շատ փոքր քանակ էր, համեմատած այն բանի հետ, թե ինչ ռեսուրս ենք ծախսել այն վերակառուցելիս։ Թալիբանական բանակի հրամանատար Քարիֆ Ասի-Հուդինը պատասխանել է Միացյալ Նահանգներից հնչած հայտարարություններին, անվանելով դրանք անհեթեթություն։ Վերջերս որոշ մարդիկ աղմուկ են բարձրացել, թե իրենք իբր բանակցություններ եւ քննարկումներ են վարում Աֆղանստանի Իսլամական Էմիրության հետ, Բաղրամի օդանավականը վերահանձնելու համար, եւ որ մենք իբր ներգրաված ենք եւ չկարողանալով ուժ կիրառել ցանկանում են քաղաքական ճանապարհով վերադարձնել այդ տարածքը։ Մեր սիրելի հայրենակիցներին, Աֆղանստանի ժողովրդին, Աֆղանստանի մուսուլման ժողովրդին, մենք վստահեցնում ենք, որ մենք չենք բանակցի մեր հողի ոչ մի թիզ անգամ զիջելու մասին։ Դա անհնար է եւ չի կարող տեղի ունենալ։ Փորձագետների կարծիքով Միացյալ Նահանգները Չինաստանին համարում է իր հիմնական մրցակից եւ այդ ուղղությամբ են ձեռնարկվում համապատասխան քայլերը։ Հենասյուներից մեկը Իրանն է, մյուսը Վենեսուելան է եւ մի շարք այլ պետություններ։ Իրանի պարագայում, եթե իրենք կարողանան Իրանը մասնատեն, իրենք կկարողանան շատ մեծ հարված հասցնել եւ Ռուսաստանին եւ Չինաստանին։ Այդ իսկ պատճառով իրենք փորձում են օղակը սեղմել եւ երեք արդեն 1 տասնյակից ավել եւ բեռնատար եւ լիցքավորող ծանր օդանավեր են տեղափոխվել Միացյալ Նահանգներից Եվրոպա եւ Եվրոպայից դեպի Կաթար, որտեղ հիմնական ռազմաբազան է հանդիսանում Միացյալ Նահանգների։ ԱՄՆ-ն, որ ռազմաբազաներ ունի աշխարհի տարբեր անկյուններում, փորձում է վերադարձնել Չինաստանի ու Իրանի միջև իր հենակետը։ Մասնագետների կարծիքները երկու մասի են բաժանվում։ Ոմանք պնդում են, թե Չինաստանի իր ռազմական եւ տնտեսական մրցակցի դեմ է պայքարում Ամերիկան։ Մյուս տեսակետի թիրախում Իրանն է, եւ Միացյալ Նահանգների առաջնահերթ խնդիրը Իսլամական Հանրապետությունը կազմալուծելն է, իսկ գուցե երկուսը մեկում։ Դավիթ Գենջոյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։